Երբ որ խոսում էր այն մասին, որ բանակցությունները սկսում են մեր կետից, զրոյական կետից, արդյունքում կորցրեցինք Արցախը։ Հիմա այս մարդը խոսում է այն մասին, որ հայոց պատմությունը ինչ որ եղել է, դա այնքան էլ ճիշտ չի, կամ գուցե նաև ինչ որ տեղեր ասում է, որ դա կեղծ պատմություն է, ստացվում է այդպես իր ասածից, որովհետև եթե կասկածի տակ ես դնում քրիստոնեությունը, այդ ամբողջ տարիները, պայքարը, եկեղեցին, վեհապարներին եւ այլն, դառնում է կասկածելի այդ պատմությունը։ Այսինքն ինչ որ կետից ասվում է, որ պետք չի գնալ այդ հիշել այդ պատմական բաները, չի կարելի այդ անցյալը պահել, պետք է ապրել այսօրվա օրով։ Այսօրվա օրով ես ապրում եւ դա նորմալ է։ Այսօրվա օրով ապրում են բոլոր ազգերը, այդ թվում նաեւ ադրբեջանցիք։ Եվ եթե դու խոսում ես դրա մասին, քո այն կարևորագույն արժեքը, արժե համակարգը, որը ձևավորվել է որպես պատմական ազգ, որը հերոսաբար ապրած ազգ, այդ ամեն ինչը դառնում է երկրորդական եւ ադրբեջանցիք ստանում են հնարավորություն ասել, որ իրանք են հիմնական տերը։ Իրանք իրանք չունեցած կեղծ պատմությունը սարքում են պատմություն եւ անդադ իրանք կրթական համակարգը մանկապարտեզից բռնած դպրոցներով, կրթական համալիրներով, բաներով անդադ խոսում են, որ իրանք մեծ ազգ են, իրանք ամեն ինչ ստեղծել են, իրանք վաղուց ստեղ ապրում են, իսկ հայերը եկվորներ են, բան եւ այլն։ Հայկական իշխանությունը ասում է դա։ Ես չեմ հասկանում այն մտավորականներին, որոնք լուր լսում են այդ ամեն ինչը։ Այդ պատմության մասնագետները, պատմաբանները, բան այսինքն ստացվում է, եթե ինչ-որ տեղ աշխատում եք, տեղից աշխատավարձ եք ստանում, վախենալով, որ ձեզ աշխատանքից կհանեն, դուք պատմությունը ըստ էության ուրանում եք։